Բարև ձեզ, Վանաձայնի եթերում Հայաց Երևանից հաղորդաշարն է, ես Վահագն Զաքարյանն եմ։ Բարեկամներ, մենք գտնվում ենք Եղիշե Չանցի անվան գրականության վարվեստի թանգարանի մասնաճյուղ Պերճ Պրոշյանի աշտարակի տուն թանգարանում, իսկ իմ զրուցակիցն է թանգարանի ղեկավար Անի Տոնոյանը։ Բարև ձեզ։ Անչափ ուրախ եմ, որ այսօր գտնվում ենք ձեր թանգարանում եւ պետք է կարևոր մի առիթ ներկայացնենք։ Բացվում է աշտարակցիների ցուցասրահը։ Նախկինում մենք այս մասին խոսել էինք, սակայն այսօր արդեն իրականություն պետք է դառնա հենց այս շաբաթ։ Ինչ է ներկայացվելու ցուցասրահում։ Բարև ձեզ, ուրախ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Պատրաստում ենք այս տարվա գրեթե կարելի ասել ամենակարևոր միջոցառմանը մեր թանգարանի համար բացվելու աշտարակցիներին նվիրված ցուցասրահը։ Հայտնի աշտարակցիները կրող ցուցասրահը ներկայացնելու է Ներսես աշտարակեցուն, Երևան Սմբատ Շահազիզներին, Վարդգես Պետրոսյան, Գևորգ Էմին, Հենրիկ Թումանյան, Գրիգոր Ղափանցյան եւ շատ ուրիշ հայտնի դեմքեր։ Այս բոլոր մարդիկ աշտարակի մշակույթի եւ պատմության մեջ մեծ ավանդ ունեն, սակայն նրանց նվիրված որևէ ցուցասրահ թանգարան չկա։ Մենք որոշել ենք ստանձնել այդ կարևոր գործը եւ նրանց բոլորին հավաքել ենք մեկ այլ գրողի Պրոշյանի հարկի տակ։ Իսկապես կարևոր է, որ Պրոշյանի հարկի տակ են հավաքվել նշանավոր աշտարակցիները եւ իհարկե շատ են աշտարակցիները նշանավոր, սակայն մի մասն է դեռևս տեղ գտնելու ձեր թանգարանում, այնուամենայնիվ նաեւ առիթ կլինի, որպեսզի հավաքագրել այն կենտրոնը դարձնել, որ իրերը, անձանց պատկանող իրերը, ձեռագրերը հավաքվեն այստեղ եւ դառնան հասանելի աշտարակցիներին, սա նույնպես կարևոր կլինի։ Պետք է նշեմ, որ սա մեկ տարվա աշխատանք չէ, սա տարիների աշխատանք է, երևի թե արդեն 5 տարի կլինի մենք այս հավաքագրման աշխատանքի մեջ ենք, փորձում ենք գտնել բոլոր սերունդներին, համոզել իրենց, այսպես ասած, որ ապահով ձեռքերում են լինելու իրենց իհարկե հարազատների կարևոր մասնիկները։ Եվ շատ մեծ ուրախությամբ պիտի ասեմ, որ մեծ սիրով եւ վստահությամբ են տալիս նվիրաբերում մեզ նյութերը։ Սրահը, ինչպես նշեցիք, համալրվելու է, սրահը մշտական է, նոր հայտնի մարդիկ են այդտեղ համալրվելու եւ իհարկե իրերն էլ էլի համալրվելու են։ Պարզ է եւ բնականաբար այս կարևոր առիթը պետք է համախմբի նաեւ մյուս աշտարակցիներին, ովքեր նաեւ աշտարակից դուրս են գտնվում, հրավիրել եք հավանաբար կլինի այս աշտարակյան միջոցառումը կդառնա։ Այո, միանշանակ սա մեծ աշտարակյան միջոցառում է լինելու, արդեն հրավիրում ենք, թե աշտարակից, թե դրսից, թե մեր գործընկեր թանգարաններին ենք սիրով հրավիրում, սա դառնալու է տոն, այդ օրը իսկապես տոն է լինելու եւ ոչ միայն այդ օրը, հետագայում էլ ցուցասրահում նախատեսում ենք կազմակերպել հոբելյանական միջոցառումները այդ մարդկանց նվիրված, գրքի քննարկումներ, շնորհանդեսներ, համերգներ։ Պարզ է եւ բնականաբար նաեւ հարազատները կլինեն անձանց։ Միանշանակ լինելու է, արդեն կարող են վստահ ասել, Գևորգ Էմինի թոռն է լինելու, Վարդգես Պետրոսյանի աղջիկն է լինելու, դեռ հրավիրում եմ հյուրերին։ Պարզ է, կարևոր առիթ է, անպայման սա կդառնա աշտարակում տոն եւ միգուցե ամեն աշուն այս օրը արդեն նշանավորվի որպես աշտարակցիների օր թանգարանում։ Այս պահին մենք կարճատև դադար պետք է ունենանք մեր եթերում, երաժշտական դադար է լինելու, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք գտնվում ենք աշտարակում Պերճ Պրոշյանի տուն թանգարանում, իսկ իմ զրուցակիցն է թանգարանի ղեկավար Անի Տոնոյանը։ Այս պահին կարճատև դադար է։ Խնդրեմ։ Պարտեզի մեջ սիրուն աղջիկ ու կասման սերը տանշեջ այրում է սիրտ տևական ինչու մենիկ մնանք այսպես առանձին աղվոր աղջիկ եգուր պարենք միասին Hey ջան տղա կողք կողքի կրծքիդ վրա գլուխան իմ թողանք չի թող միանան սույք մասերտեր բաբախուն սերան բաժան ընենք ուղտեր մնայուն Հեզ աչակում իմ գեղուհիս մարդ եմ սիրում սիրտս ու հոգիս միայն թե քեզ թող ինձի տան կմոռանամ ամեն բան Սևուկ տղա ես
քուքտե մարդ քեզ կծոնեմ մեխակ ու վարդ չինարբոյի լինե մատաղ ուրախ բարենք հյուսենք տա Հեքիաթին պես սիրո բարեն ինձ կթովի Երկը շուրթիտ կթվի ինձ հոտևան Քեզի հուշիկ ձերքը սառած բտույտ տամ Հոգիս հոգու լինի հավերժ բարեկամ Եվ ուր սիրել մաս մը դառնանք անմեկի Ձմռան ծրտին դուն արևն իմ դարձի Թող պարանայս այլ սրտերը միացնի Բարմսակի դնենք անուն մեր բարի Հեզաչակում Իմ գեղույս բարդ եմ սիրում Սիրտս ու հոգիս միայն թե քեզ թող ինձի տան Կմոռանամ ամեն բան Սևուկ տղա ես քուքտե մարդ քեզ կծոնեմ մեխակ ու վարդ չինարբոյիդ լինե մատաղ ուրախ բարենք հյուսենք տա Բարպսակի դնենք անուն մեր բարի Բարեկամներ, շարունակվում է Հայաց Երևանից հաղորդաշարը Վանաձայնի եթերում մենք գտնվում ենք Աշտարակում Պերճ-Պրոշյանի տուն-թանգարանում իմ զրուցակիցն է թանգարանի ղեկավար Անի Տոնոյանը անդրադարձանք նոր ցուցասրահի բացմանը, որը որ պետք է տեղի ունենա առաջիկա օրերին Աշտարակում Պերճ-Պրոշյանի տուն-թանգարանում իսկ այս պահին պետք է նաև ներկայացնենք այս գեղեցիկ վայրը ու թանգարանի հնարավորությունները գարով Աշտարակ ինչ պետք է մարդիկ տեսնեն Պերճ-Պրոշյանի տանը Պերճ-Պրոշյանի տունը Աշտարակ քաղաքի ամենաակտիվ մշակութային կենտրոններից մեկն է։ Սա պարզապես թանգարան չէ, սա գործող, շնչող, ապրող մշակութային կենտրոն է, որտեղ ամեն ամիս կազմակերպում ենք միջոցառումներ, հոբելյանական միջոցառումներ, հայկական տոներ եւ ծեսեր ենք բեմադրում ներկայացնում, վարպետաց դասեր ենք իրականացնում, Պրոշյանին, նրա ընտանիքին վերաբերող միջոցառումներ ենք անպայման անում։ Թանգարանում ներկայացված են Պրոշյանին վերաբերող իրեր, լուսանկարներ, վավերագրական նյութեր, ինչպես նաև ունենք թոնրատուն եւ մառան, որոնք էլի մեծ լայն հնարավորություններ են տրամադրում, իրականացնում են կրթական ծրագրեր, լավաշի թխման, գաթայի պատրաստման, ունենք մեծ բակ, գեղեցիկ այգի, որտեղ նույնպես իրականացնում ենք շրջայց որպես կրթական ծրագիր, այնուհետև բույսերի խնամք ենք սովորեցնում այգեպանի հետ միասին, իրականացնում ենք նաև տարբեր տոների ներկայացում թանգարանում, թե բակում, թե արդեն սրահներում նաև Եվ նաև որոշակիորեն այսպես շրջայց կատարենք թանգարանում, ինչ ենք տեսնելու թանգարանում Պերճ-Պրոշյանին առնչվող։ Պրոշյանին առնչվող առաջին սրահում տեսնելու ենք նրա ծնունդը, կրթությունը, այնուհետև կտեսնենք նրա գրական գործունեությունը, լուսանկարչական գործունեությունը, ընտանիքին վերաբերող նյութեր եւ անձնական իրեր։ Հասկանալի է, եւ ինչու գալ Աշտարակ, որպեսզի ինչ տեսնել եւ ինչ զգալ։
Ինչու գալ աշտարակ։ Եթե ինձ եք հարցնում, աշտարակը ինձ համար վայր է, որտեղ ես շնչում եմ, իսկապես շատ ազատ եմ շնչում։ Այստեղ իմ հոգին է ապրում, թանգարանը ինձ համար, ես միշտապես ասում եմ, երկրորդ տուն է։ Ես փոքր երեխայի նման խնամում եմ եւ ուզում եմ, որ օրեցօր այն ավելի լավը դառնա։ Իմ առաքելությունն եմ համարում նաեւ այդ միտքը տարածել իմ աշխատակիցների, իմ գործընկերների մեջ, աշտարակցիների մեջ, բոլոր այցելուներին, հատկապես աշտարակցիներին միշտ հորդորում եմ սիրել իրենց աշտարակը, որովհետեւ սա մի անգին գանձ է, որը պետք է փայփայել, լավացնել եւ զարգացնել ամեն օր։ Հատկապես թանգարանը գտնվում է այնպիսի վայրում, որը աշտարակի ամենահին թաղամասն է, Բերդաթաղ կոչվող թաղամասը։ Այստեղ է իսկապես աշտարակի ոգին, իրական աշտարակ այստեղ է եղել։ Մեր կամուրջը, ձորը, եկեղեցիները ամբողջը անգին հարստություններ են, որոնք պետք է պահպանել եւ մենք անձամբ անում ենք ամեն ինչ, որպեսզի մարդիկ ճանաչեն, տարածեն հայկականը։ Եվ մեր զրույցի ավարտին մենք շատ լավ հնարավորություն ունենք մեր հայրենակիցներին հրավիրելու Վերջ-Պրոշյանի տուն։ Այո, միանշանակ հրավիրում եմ մեր բոլոր հայրենակիցներին, նախ հայրենիք եմ հրավիրում աշտարակ, Հայաստան, ովքեր որ Հայաստանում չեն նաև, անպայման հրավիրում եմ աշտարակ, որովհետև այստեղ դուք ոչ միայն կյանքին ու կենցաղին կծանոթանաք աշտարակցու, որը ցանկացած դուռ թակեք, ձեզ մեծ հյուրընկալությամբ կընդունեն բոլորը, էլ չասեմ մեր թանգարանում ինչպես կընդունեն ցանկացած այցելուի։ Ձեր էմոցիաները անսպառ են լինելու, շատ վառ են լինելու, իսկ թանգարանից հատկապես շատ զարմացած եւ գոհ եք հեռանալու, վստահաբար կարող եմ ասել, վերադառնալու ակնկալիքով։ Շնորհակալ եմ, ստեղծագործական հաջողություններ, մենք էլ պարբերաբար Վանաձայնի եթերում կանդրադառնանք ձեր գործունեությանը, թանգարանի գործունեությանը, բարեկամներ, ասեմ նաև, որ աշտարակ գալով անպայման պետք է վայելեք աշտարակի պոպոքը, աշտարակի մրգերը, հատկապես աշնանը, այն իսկապես արժե վայելել, արժե աշտարակում լինել։ Հիշեցնեմ, որ այսօր մենք գտնվում էինք աշտարակում Վերջ-Պրոշյանի տուն թանգարանում, իմ զրուցակիցը թանգարանի ղեկավար Անիտ Օնոյանն էր, ես Վահագն Զաքարյանն եմ, հանդիպելու ենք հաջորդ շաբթի Վանաձայնի եթերում, հաջողություն։ Համար կանգնած ենք մենք իրար դիմաց, ես ու անցյալիս ստվենահարկու, ու մոտենում ենք մեկ ու կամած, ու թշնամաբար նայում ենք մեկու։ Սարդնել է հոգիս նոր կյանքի համար, նա ինչ ժպտում է քարացած իմ դեմ, թևեն է հոգիս պարսում տիրաբար, ու զվարճ ճչում ես քեզ կհաղթեմ։ Սիրտս ջահել է նորից, սիրտս սիրում է կրկին, երկս մի վարքո կրսկին, սիրտս ջահել է նորից, սիրտս ջահել է նորից, սիրտը սիրում է կրկին, սերս թակում բոլորից, երկս մի վարքո կրծքին, սիրտս ջահել է նորից, սիրտը սիրում է կրկին, սիրտս ջահել է նորից, սիրտս սիրում է կրկին, երկս մի վարքո կրծքին, սիրտս ջահել է նորից, սիրտս ջահել է նորից, սիրտս սիրում է կրկին, մի վարքո կրծքին, սիրտս ջահել է նորից։ Համար կանգնած ենք մենք իրար դիմաց, ես ու անցյալիս ստվենահար